Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարի երեկո, Մեծահաբի եթերում Մեծա Արենանը, ես Արթուր Հայրապետյանը, այսօր զրուցել եմ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանի հետ, բարի երեկո։ Բարի երեկո։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար, 1 տարի կարծես չեք հանդիպել։ Պահեցինք։ Այո։ Ուղ տարեցինք եւ պահեցինք։ Բարի երեկո, ուրախ եմ։ Ես պիտի էլի Տիկին Պետրոսյան ասեմ, ինչքան էլ դու իմ Շուշին ես, բայց Իսկ եթե չասես Տիկին, ասես ուղղակի Շուշան։ Փորձեմ։ Խնդրում եմ։ Շուշան, ուրեմն Ես քեզ պարոն Հայրապետյան որ ասեմ, կարող ուշքս գնացի ծաղից, դե անբնական կստացվի ամեն ինչ։ Այս մարդը ուրեմն պիտի խոսենք այս մարդուց սկզբից, որովհետև քաղաքական իրավիճակում օրակարգ թելադրողը այնուամենայնիվ այդ արարանցն է հետո։ Այո։ Եվ Նիկոլը այս քարտեզը, բզկտված Հայաստանի քարտեզը դոշին կպցրած աշխարհով ման է գալիս։ Այստեղ տեղական գյուղերը ման գալուց զատ նաև գնաց հասավ Փարիզ եւ 3 հայտարարությունը, հա, որ կրկին մեր հոգեվորականներին կպավ, որ նրանք ԿԿԲ-ի անդամներ են եւ ազդեցություն ունեն կոնկրետ պետության վրա։ Ես ուզում եմ հասկանամ Տիկին Պետրոսյան, տեսեք չստացվեց Շուշան։ Շուշան, ինչ իրավիճակում ենք մենք հիմա գտնվում, հատկապես երբ որ ինքը ցույց է տալիս, որ Հայաստանը հենց այս բզկտված քարտեզն է։ Եվ Արցախը չկա։ Լավ։ Արցախը չկա։ Հայաստանի բզկտված քարտեզն է ցույց տալիս, ի ցույց աշխարհի դնում է։ Խոսում է հայ առաքելական եկեղեցու դեմ, թիրախավորելով վեհապար հորը, հոգևորականներին, կարգին առանապատիվ հոգևորականներին, հեռացնում է աշխատանքից առանապատիվ հայերին, որոնք որ լավ հիշողություն ունեն, Արցախը կոչում են Արցախ, Արևմտյան Հայաստանը կոչում են Արևմտյան Հայաստան, երբեք չեն մոռանում Բաքվի եւ Սումգայիթի ջարդերը, ես չգիտեմ ով այդ կինը, բայց առավոտվանից հասկացա, որ մի հատ սիրելի հայ եւս ավելացավ իմ շատ սիրելի հայերի ցուցակում։ Խոսքը ցեղասպանության թանգարանի տնօրենի մասին է։ Այս տոտալ անարժանապատվության սերմանումը, որ մոռացության տաս քո տեսակը, քո պատմությունը, սա իր ծրագրերից կարծեմ թե կարևորագույնն է։ Որովհետև ռադիկալ քայլեր արեց արդեն եւ հիմա պետք է ուղղակի մոռացության տալ, որ դառնանք քարվանսարա ուղղակի ճանապարհ եք դառնալու, ոչ թե երկիր, որ պետականություն ունի, պատմություն ունի։ Եվ այդ վիճակում ենք, անարժանապատիվ վիճակում ենք։ Մեր պերաշկի ուտող եւ եգիպտացորեն ըմբոշխնող Այս բարակայում կուկուռուզ, որովհետև տեղին է, հա, ինքը կուկուռուզա կրթությամբ զբաղված։ Այսպես կոչված ղեկավարությունը դարձել է նույնիսկ մեմ ադրբեջանցիների համար, քանի որ ես հետևում եմ այնուամենայնիվ ինչ է կատարվում ոչ միայն աշխարհում, այլ նաև իմ թշնամի պետությունում, ուրեմն մեմ է դարձել։ Պատրանից ավելի ամոթ վիճակ է մեր պատմության մեջ, ընդ որում եւ նորանկախ շրջանի եւ հին նման բան չեմ հիշում։ Ես չեմ հիշում նման բան։ Եվ ուզում եմ կոնկրետ դիմել, ասենք Նիկոլի Գովքանող հայ տղամարդկանց, որոնք որ արժանապատվության իմա իրենց դեպքում թասիբի համար կարող էին ծծկրտուք անել, կռիվ անել։ Լավ եք ձեզ զգում։ Ինչև հիմա տենց լավա ձեզ, հա, Նիկոլ եք պաշտպանում։ Հայ տղամարդուն եմ ուզում դիմել, որտեղ կանանցից շատ-շատերը ցավով եմ ասում, չեն հասկանում եւ դա բոլոր նախագահների օրոք ա եղել, այսինքն միշտ ասում էին, «Էս ինչ սիրուն ձեռքեր ունի, վայ, էս ինչ, էս մեկը, էս ինչ բան կա Տիկին Պետրոսյան»։ Ինչպես։ Այնտեղ սիրելու բան կա։ Նայ, մենք քեստինգի չենք բերում այդ մարդկանց, երկիր պահելու ենք բերում, հա։ Մենք կինոնկարանման քեստինգ չենք անում։ Մարդիկ կոնկրետ գործեր են արել, իսկ սա ոչ քեստինգն է անցել,
ոչ նախագահական կամ երկրապահության որևէ չափանիշ չի անցել։ Ոչ մի բանի մասին է։ Ոչ մի բանի մասին է ինքը։ Ես քանի որ աշխարհում պատերազմ է եւ մենք Աստծո այսպես զավակներս եւ Աստծո աշխարհում ենք, հա, Հայաստանը համարվում է Աստծո երկիր, այս անգամ էլ կազատվենք այս չարիքից, որովհետեւ տեսնում ենք թե Իրանում ինչա կատարվում։ Շատ ծանր եմ տանում Իրանի պատերազմը, ինչպես ծանր է տանում Պաղեստինի պատերազմը, որովհետեւ երեխաները իսկապես ծանր եմ տանում։ Մարդիկ են։ Չէ, ոչի բացի նրանից, որ ուղղակի ծանր եմ տանում, որովհետեւ ես իրենց հետ եմ։ Ես ոնց ասեմ, ես չէ, ամբողջ հայոց պատմության մեջ մենք իրար հետ եկել ենք հազարամյակներ։ Եվ ինձ համար այնքան ողորմելի է 4000 տարվա պետականություն ունեցող պետության դեմ պատերազմ հայտարարող որևէ պետություն։ Այսօր լուրջ եք ասում արա։ Չեք առավոտյան կարդացի, որ Թրամփ ասում է հաղթել ենք մենք պատերազմը։ Հա, դե։ Դու էլ ասա։ Տենց անեկդոտ կամ մի հատ, ասում դու էլ ասա։ Դե ոնց որ մենք 44 օրյային հաղթում էինք, այո։ Արտուր, գիտես, այնքան տարօրինակ է Պարսկաստանի այս պատերազմը, որ սկսվեց, շատ ծանր եմ տանում, բայց այնքան համընդհանուր է դառնում ցավս Արցախի կորստյան, համընդհանուր է ցավ։ Դու հասկանում ես, որ հայ մշակույթ ունեցող պետությունների դեմ է կոնկրետ թիրախը։ Կոնկրետ։ Մի հատ Սիրիայի պես պետությունը ինչ արին, Իրաքը ինչ արին, Բեյրութը ինչ են անում պերմանենտ, Եգիպտոսը ինչ փորձեցին անել, բայց այնուամենայնիվ ինքը համաշխարհային տուրիզմի կենտրոններից մեկն է, դրա համար մի քիչ սասները կտրեցին, բայց Հայաստանը ուղղակի պստիկ է, բայց չգիտեն ինչ ներքին ուժ կա այս ամեն ինչի մեջ, այս երկրի մեջ, եւ դա գլուխգովան լոպազություն չեմ անում, էլի ուղղակի մի քիչ կարդացեք, որ հասկանաք, մի քիչ ոչ միայն պատմություն կարդացեք, այլ նաեւ Աստվածաշունչ կարդացեք, կհասկանաք ով է եւ ինչոց է։ Իսկ սա անցնելու է գնա, իր գործը արելա եւ ինչ որ բան էլ դեռ մնացել է, պիտի անի ու գնա, բան Իրան հարող գաղափարակիցները թիմը չեմ ասում, որտեվ գիտեմ թե ինչ կարգավիճակում են, ոչ մեկի չեմ արդարացնում, բայց գիտեմ ինչ սարսափելի պայմաններում են։ Դե ինչ ասեմ, պատիժ է, էլի։ Դե պետք է այդ պատիժը ստանայինք, շատ էինք համահանել։ Աստծո առաջ նկատի ունեմ։ Աստծուց հեռացած, այո։ Այո։ Եվ քանի որ հանրապետական կուսակցության այսպես կարկառուններից եք եւ այն եզակիներից, որ ես հիշում եմ դեռ ազգային ժողովում ձեր գործունեությունը, եւ որ ասում են դե Շուշանն է, էլի, երկչույի Շուշանն է, բայց այդ Շուշանը թե ինչ գործունեություն էր ծավալում ազգային ժողովում եւ ոչ միայն ինչ վիրավորական բան է, որտեղ նախ երկչույի լինելը, նախքան երկչույի, մարդ պետք է լինի քաղաքացի, պետականամետ քաղաքացի, այն էլ մեր նման դժվար երկրում, դժվար գեոպոլիտիկայի մեջ գտնվող երկրում պետք է ամեն մարդ գիտակցի, որ ինքը նախ քաղաքացի է, այս երկրի մարդ է, այս երկրի արժեքը պետք է ունենա։ Հետո նոր անցնենք լավ տրակտորիստ է, լավ գիտնական է, ֆիզկուլտուրայի ուսուցիչ է, թե երկչույի է։ Սա երկիչ է, լուրջ եք ասում։ Հա, երկչույի եմ։ Բայց գանձերի կղզին ի տարբերություն ձեզ կարդացել եմ։ Ի տարբերություն ձեզ ավարտել եմ ակադեմիան գեղարվեստի, գրաֆիկ գեղանկարիչ եմ։ Ի տարբերություն ձեզ միշտ տեղյակ եմ եղել, թե որ թատրոնում ինչ ներկայացում է։ Ունեմ նույնիսկ թատրոններ, ուր ներկայացումները տեսել եմ մեկից ավել անգամ, այսինքն բազում անգամներ գնացել եմ կոնկրետ այդ լավ ներկայացումը տեսնելու։ Ֆիլմի պրեմիերաներին եմ հետևել, նոր գրքերին եմ հետևել, այսինքն ես մշակույթի մարդ եմ եւ մեկ անգամ եւս այդ մեծ փուչ խոսացողներին, ուրեմն 6-8 տարի նույն բանն եմ ասում։ Քեզ պետք է, դու ձեզ է պետք։ Ձեզ է պետք որ մշակույթի հանձնաժողովում մեկը արվեստից հասկացող լինի։ Ոնց բացատրես։ Խորհուրդ տվողներ այնքան շատ են։ Միշտ որ խորհուրդ տվողներ եմ տեսնում, ասում ախպեր, մի քիչ գիրք կարդացեք, էլի։ Վերջին նայած այդ ֆիլմը որն է, ըստ այդմ կհասկանամ, էլի, ինչ ես
նախընտրում որ հասկանամ ինչ ոլորտից խոսում հետդ որ հետաքրքիր լինի։ Եվ դա այն ժամանակներն էր Շուշան, որ Արցախը իսկապես ծաղկում էր եւ ջանք ու եռանդ չէր, հա, գործադրվում։ Որևէ մեկը չէր։ Այո։ Եվ ձեր այն ահռելի աշխատանքը Արցախին եւ այն շրջաններին, որոնք մտնում էր եւ ասում էին Շուշանը եկել գնացել էր եւ հիմա գլուխ չեմ կովում, բայց ձեռագրից եւ էներգետիկայից էլ էր զգում, որ Շուշանը այդ կողմով անցել է ուղղակի։ Էլի ենք անելու Արտուր։ Վերջինը Մարտակերտ եւ Վերջինը Աղավնոն էր։ Էլի ենք անելու, այդ մասին հիմա մի խոսա։ Ես չեմ սիրում խոսել, ես սիրում եմ գործել։ Հարցը դուք։ Եվ հիմա ձեր ազգային ժողովում, երբ որ դուք կայիք, հիմա տեսեք, քանի որ հանրապետական կուսակցությունը իմպիչմենտի թեման միշտ արծարծում է եւ այս վերջի շրջանում էլ հատկապես Դավիթ Համբարձումյանը, հա, որ կապ չունի կալանքի տակա եւ տնային կալանքի տակա հայտարարություն էր տարածել, որ պետքա գլուխ բերել իհարկե իմպիչմենտը։ Եվ եթե դուք ինձ համաձայն չեք, կարող եք որպես վարչապետի տեխնատ փոխել, այսինքն այդ մարդը նաև այդ էր առաջարկել։ Հիմա քանի որ 3 ամսից արդեն քիչ էլ է մնում, հա, ընտրություններին ենք մոտենում, եւ մենք նաև գիտենք ինչա կատարվում քաղաքական դաշտում, մարդիկ մանդատի կռիվ են տալիս, որոշ ընդդիմադիրներ որոշում են ուղղակի չմասնակցել, որովհետեւ հասկանում են, թե սա ինչ մի մեծ աղետի մեջ ենք եւ Նիկոլը ամեն ինչ անելու է որպեսզի վերարտադրվի եւ իմպիչմենտը որպես այդպեսին կարծես մնում է միայն հանրապետական կուսակցության ուսերին եւ ես հիշում եմ որ այն ճնշումը որը գործադրվեց ազգային ժողովում եւ դուք էիք հա ես այդ ազգային ժողովի շենքում ձեր իրավիճակն եմ հա փորձում հիմա հիշել չէր կարող հիմա էլ լիներ այն ինչ որ եղավ 18-ին, որովհետև այո, փողոցային պայքարը, փողոցային ճնշումը հնարավոր է բերի նրան, որպեսզի անվստահության գործընթացը կյանքի կոչվի։ Արտուր, եթե ընդդիմությունը համախմբվեր, ամեն ինչ հնարավոր էր, որովհետև հավատացնում եմ քեզ, որ նույն այդ կուսակցությունից մարդիկ կմիանային։ Այո, հատկապես որ ցուցակում հիմական մարդիկ, որոնք չեն լինելու։ Հա, հատկապես այդպես չէ։ Հա, ուզում եմ ասել, նաև այդ բանը կա, չէ, ես երբեք այդ բաները չեմ նայել, ցուցակը կա, ուրեմն լավ է, չկա, ուրեմն քխած, չէ։ Ես միշտ գաղափարական մարդ եմ եղել։ Ես ինչ որ մի բանի հասնելու համար չեմ եկել падգամավոր դարձել, ինչ որ բանի հասնելու համար չեմ դարձել հանրապետական կուսակցության անդամ։ Դրա համար, երբ որ ինձ ասում ես, հիմա ասեցի, հա, ճիշտ ես ասում։ Շատերը որ չեն լինելու եւ մտահոգ են։ Դե իրենք գիտեն ամսի 7-ից հետո իրենք կմիանան։ Ընդհանրապես պետք է որ ընդդիմությունը համախմբվի, այսինքն ես քանի տարի անուն բանն եմ ասում։ Այո։ Այդ ոնց եղավ ձեզ կարողացան հա ճնշել, որպեսզի ես հիշում եմ դուք չեք կարողանում ազգային ժողովից դուրս գալ։ Հա։ Չմանրամասնեմ։ Ստացվեց այն ժամանակ։ Քույրս եւ տղաս ներքևում էին։ Եվ այն ինչ որ տեսել են եւ լսել են կողքերից, դա կարող էր շատ մեծ աղետ լինել, եթե պարոն Բաբլոյանը, պարոն Գալուս Գրիգորիչը, պարոն Բաղդասարյանը, Արփինեն, եթե իսկ Աշխարհ Մազանավետոն, եթե չանեին այն դիվանագիտական մեծագույն այդ բանը, չարվեր այդ երկխոսություն չէր դա, բազմա այնտեղ շատ մարդիկ կային, այդ հանդիպումը չլիներ, երեկոյան այդ քննարկումը չլիներ, ես չգիտեմ ինչ կլիներ, որովհետև անկառավարելի էին բոլոր առումներով։ Եվ հիմա շատ անհեթեթ հարց պիտի տամ, ոնց եղավ, որ հանրապետականներից այն կորիզը, որը իսկապես հա հանրապետականն են ներկայացնում, մնացին եւ տեղում են դեպի։ Որովհետեւ ներտեղ գիտեն։ Ինքան բարձա։ Որովհետեւ հիմա ցուցակներ են գրվում, կարելի է ասել, ձեզ առաջարկեին ինչ որ մի ցուցակում լինի։ Արտուր, ես եկել եմ հանրապետական, դարձել եմ Մազմանյան Արմենի շնորհիվ, մեր մազի լուսահոգի շնորհիվ։ Որտեղ կարելի ներդեր բեմադրում ինձ հրավերեց, որպեսզի ես աշխատեմ ներկայացման մեջ երեխեքի հետ, այդ կուրսի հետ, երգերը սովորացնեմ, հագուստներն էինք որոշում ինչ պիտի անենք, ասենց։ Ու ես տեսա դա 2000 թիվներ։ Ես տեսա Նժդեի նամակները,
Վլադիմիրից գրված օրիգինալները իր ձեռագրով։ Լսի, դե պատկերացնում ես այդ տեքստերը լսում ես, այդ ինչ փիլիսոփայություն է, այդ ինչ նվիրյալ է, այդ ինչ ինտելեկտուալ կերպար ա եղել։ Դե խելագարվեցի, որտեղ մինչ այդ գիտենք այն նկարով տղային պատրոնդաշներով գլխարկով։ Դե վերջացավ։ Հետո հասկացա, որ երբ առաջարկ եղավ առաջին անգամ իհարկե մերժեցի, որովհետև հյուրախաղերից շատ էին։ Երկրորդ անգամ համաձայնեցի, որովհետև երեխաս արդեն այն տարիքում էր, որ պիտի դպրոց գնար, պիտի արդեն կողքին լինեի պարապելու եւ այլն, եւ արդեն պատրաստ էի, որովհետեւ պատրաստ էի նաեւ շատ հյուրախաղերի առաջարկներ մերժել։ Այդպես դարձա, բայց դարձա ոչ թե որտեվ կայանա, որտեվ արդեն կայացած է, արդեն Շուշանն էի Պետրոսը։ Աշխարհի մեծագույն բեմերում եկած, հայ մշակույթը ներկայացրած պատվով Նժդեի շնորհիվ էր եւ ուզում եմ ասել, այնտեղ ովքեր մնացել են, Նժդեհ գիտեն ով է Նժդեհ։ Գիտեն թե ինչ գերագույն արժեքը հայրենիքը, հայ առաքելական եկեղեցին, հայ ընտանիքը, հայ դպրոցը։ Այ հենց իրենք են մնացել, ոչ թե պատեհապաշտները։ Հիմա շատերը ասում են, որ հանրապետական կուսակցություն այլևս որպես այդպիսին առ-ոչինչ է եւ եթե չմասնակցեն այս ընտրություններին, ապա Նիկոլին կարծես բան են տալիս, հա, հնարավորություն են տալիս վերարտադրվելու։ Հետաքրքիր ով է ասում։ Հետաքրքիր է ինձ ով է ասել այդ բանը։ Այն մարդիկ, ովքեր որ գնալու են ընտրություններ։ Ընտրությունների անդիմություն դարձյալ։ Դե մեծամասամբ Դե այդպես իրենք մասնակցությունն են արդարացնում ուղղակի։ Շատ բան կարող է։ Այդ այն է էլի, ով բերեց Նիկոլին թեման։ Բա հասկանալի է։ Հասկացա, մի անգամից դրա համար հարցը տվի։ Ուզում եք Նիկոլը գնա, անդիմությունը պիտի համախմբվի։ Վերջ։ Սա աքսիոմ է։ Վերջ։ Մանրամասնել եւ խորանալ այդ ամեն ինչի մեջ չեմ ուզում, չեմ հասկանում, չեմ ընդունում եւ ինձ համար հաճախ քայլերը, որ արվում է հենց բարակտող այդ տեքստերը, գրառումները եւ հայտարարությունները, որ կարդում եմ, զզվում եմ, ընդ որում ավելի եմ զզվում, քան Նիկոլից։ Մի քիչ անդիմադիր չեն լինում։ Թիրախը կամ Նիկոլն է, կամ ոչ մեկ։ Խոսքս խոհեմ հայ արժանապատիվ տղամարդկանց, կանանց մասին է, քաղաքացիների մասին է։ Շուշան, եթե իհարկե ամստացության գործընթացը կյանքի չի կոչում եւ գնում ենք ընտրություններ, իհարկե մենք գիտենք այս Արարատի, ինչպես դու ասացիր, ինչ հնարավոր, հա, միջոցների Բայց Արարատն էլ դուրս չեկա, որտեվ Արարատը Աստծո ստեղծածն է, Արարն է, Աստծո արարով ստեղծվածն է։ Նիկոլ, լավ, Նիկոլ ասենք անցնենք առաջ։ Դու մաննել էր Նիկոլ։ Գիտենք, որ այս մարդը ամեն ինչին ընդունակ է։ Ու մենք այս իրավիճակում իմանալով, որ թիրախը, որը մենք ընտրել ենք, անելու է ինչ որ անելու է, ու մենք գնում ենք այդ քայլին։ Հա, ես հասկանում եմ, որ մենք 8 տարվա մեջ չկարողացանք ոչ փողոցային բավարարվելու են միայն ազգային ժողովում իրանց ձայների համար, այդ ձայներով կգնան, բա ինչ կանեն։ Բայց դրանից ավելի կարևոր բան կա, հայրենիքը։ Հիմա թող նժարին դնեն իրանց այդ մանդատը ու հայրենիքը, որն է ավելի թանկ։ Ըստ այդմ իրանց որոշումը կայացնեն։ Իսկ եթե Աստված ոչ անի, Նիկոլը նորից ընտրվեց, ինչ ենք անելու։ Աստված ոչ անի, ինչ ենք անում 8 տարի։ Ես ման եմ գալիս մարդկանց հետ, երբ որ զրուցում եմ, ասում են, որ ուղղակի թողնելու ենք գնալ։ Չէ, ինչի։ Մեծ պատիվ չի Նիկոլի համար։ Ուր եք թողնում, այսինքն այս հողը մեղք չի, տենց հեշտ է դավաճանել գնալը։ Ասում եմ մարդ, որ բազում առաջարկներ եւ հնարավորություններ ունեցել գնալու։ Լուրջ պետք է հաճույք պատճառեք սրանց, որովհետեւ ես գնամ, դու գնաս, պատկերացնում ինչ լավ է, դիքը տեղաբացվում ու այն բոսխի նկարների այն կերպարները գալիս են առաջ, այսինքն ինքը բոսխի զավակն է, չէ՞, բոսխը, այդ նկարիչը բոսխի հայտնի որ կա, բոսխը դժոխք ունի նկարված, այնքը այդ Նիկոլը բոսխի զավակն է, միանշանակ, որտեղ բոսխի նկարիչներ, նկարչության այդ բոլոր կերպարները իրեն աջակցող այդ ժողովրդի այդ շերտն է, այդ սարսափելի, լուրջ եք ասում, դուք պետք է որոշեք իմ կարգավիճակը իմ երկրում, որովհետև 8 տարի առաջ հավատացրեց, որ իրենք բոլորը վարչապետացու են, սրանք էլ հավատում են։ Պատեսել ես ոնց են ակտիվացել ֆեյքերը։
Հեքերի բանակը։ Երևի աշխատավարձները դարձրել է մի 20,000-ով ավելացրել է։ Դե հիմա ամբողջ գումարը գնում է հենց։ Բայց մենա հին տեքստերը, դու հին տեքստեր ոչ մի նոր բան չունեն։ Այնքան սահմանափակ տափակ իր նման իր տեսակն է։ Ինքը իր տեսակի նման ստեղծեց, որ այդ տեսակը իրար պահում են հիմա։ Բայց մի քիչ երևակայություն ունեցեք, գրագիտություն ունեցեք, կատաստրոֆա է։ Բայց մի քիչ հիմա փոխվել է մարդկանց տրամադրությունը, որովհետև հասկացել են, որ խաբված են, եւ այս ընթացքում էլ այդ 10,000 դրամ թոշակի բարձրացման հետ կապված, հետո գնալու են մարդիկ տեսնեն, որ դա բոլորին չի, հա, վերաբերում։ Արդեն այնքան ծիծաղելի է, հիմա գիտես ինչն է, ես ու դու գուցե գիտակցում եք բոլոր տեխնոլոգիաները, որ հիմա գործի են դրել, ընդհանուր մինչև իր բաժանությունը գործի են դրել, որովհետև այս ժողովուրդը ինքը տենց բանա զգայական բաներ սիրող ազգ է, էլի, բայց խնդրում ենք էլի ձեզ կընտրենք, մենակ միացեք, էլի խնդրում ենք, նույնիսկ այդ է նույնիսկ մտածված։ Բայց խնդրում ենք լավ էլի, այ որ միանաս կգնամ կընտրեմ։ Մենակ միացի։ Հեսա մի քիչ տենց կադրեր կուարկեն, դե ոնց Անան Տարապած մենակ փողոցում քայլում բան։ Դե ասել էր, չէ, ինձ կտեսնեք փողոցում։ Դե տեսել են արդեն։ Անկերներիցս մեկը տեսել։ Բայց անցած օրը մեկը լավ բան ասեց, ասում է Աննան չկա տխուր է։ Չէ, Տխուր է, էլի։ հասկանալի է։ Չէ, այդ որ չկա, ասում եմ ճոգին որտեղ ես ինձ գցել, տենց անեկդոտ կա մի հատ։ Այս այդ բան, ինչ է անելու հաջորդ քայլը որն է։ Բարդ շրջան ենք ապրում։ Այն օրը մի հատ շատ լավ եմ տեսա, ասում է, ես հոգնել եմ պատմական իրադարձությունների մեջ ապրելուց։ Մենք անընդհատ պատմական իրադարձությունների մեջ ենք։ Բաներ կա, որ աններելի է։ Ինձ համար աններելի է Պաղեստինը, ինձ համար աններելի է Արցախը, ինձ համար աններելի է Պարսկաստանի դպրոցի աղջիկները։ Այսինքն անմարդկային որևէ բան ինձ համար աններելի է։ Իսկ Արցախը իմն է, իմ միսն ու արյունն է, դրա համար եմ առավել ծանր տանում։ Այնքան պարզ է, բայց ես նախ մարդ եմ։ Եվ ունենալով սեփական մեծ ողբերգության այդ օրինակը Արցախը կորցնելու, Արցախը չեմ կորցրել, Արցախի բանտվելու։ Ես որպես նորմալ մարդ չեմ կարող պերաշկի ուտել, երբ որ Պարսկաստանի պես հին պետականություն ունեցող այդ հզոր մեքենան ռմբակոծում է։ Խաղաղ բնակիչների են ռմբակոծում, սպանում, կոտորում։ Ես ինչ է դարձել աշխարհը։ Ու ամենասարսափելին է, որ այդ աշխարհի այդ վատ մեքենան աշխատող լծակներից մեկը քո երկրի ղեկավարն է։ Դա սարսափելի ողբերգություն է։ Գիտեք, երբ որ դեսպանատան մոտ մարդիկ մոտենում են մոմավառություններ, այնտեղ ծաղիկներ են խոնարհում բան եւ իրենց այդ ներքաղաքական ուրախ ավտոբուս, այդ ուրախ սրտիկներ Ես դա գետինն եմ մտնում, ես շատ տխուր իրականություն է։ Կարող ես իրեն սիրել չսիրել, բայց դու որպես քաղաքացի գետինն ես մտնում ուղղակի գետինն ես մտնում, այ խեղկատակներ։ Ու Դանթեի աստվածային կատակերգության այն մի կտոր կա, տեսարան կա, որ ասում է մարդիկ, որոնք ոչ մի բանի մասին են, նրանք ովքեր որ ոչ Աստծուց են վախենում, ոչ սատանայից։ Այդ տեսարանը մի անգամից աչքիս բան արեց, հա, այն որ այս մարդիկ ինչից են, այդ արյուն միս կա, մարդկային ինչ կա։ Այս վերջերս նենց տարօրինակ մի հատ միջավայրում էի, որտեղ խոսում էինք այս մասին եւ շատ ծանր էինք տանում, մեկը Նեթանյահուին սատանային նմանացրեց, բայց ինքը նիկոլական էր։ Մի հատ ինձ կարած, բայց այս պարադոքսը։ Այդ ոնց։ Լուրջ։ Մի հատ Արցախը հիշեք։ Բայց տարօրինակը որ այդ մարդիկ նաև ասում են, երբ որ Արցախում պատերազմ էր եւ այնտեղ էլ են երեխաներ մարդիկ մահանում, ինչ արեց Իրանը, որ դուք հիմա այդպես Ինչ արել, ես կարամ պատմեմ, բայց բաներ կա, որ չի կարելի պատմել։ Լիքը լավ բաներ արել։ Լիքը լավ բաներ արել։ Օրինակ, երբ որ Ադրբեջանը, մեր թշնամետ Ադրբեջանը ռումբ ակցում Պարսկական գյուղի վրա եւ ադրբեջանական հերոստահալիքով հաղորդում գնաց այդ մասին, թե ինչպես են հայերը ռումբ գցել Պարսկաստանի
պարսկական ինչ որ սահմանամերձ գյուղի վրա, դա Հադրութի շրջանը կամ Ղարաքյոլի Ֆիզուլի այդ տարածքում ինչ որ այդ մասում պիտի լինի։ Եվ Պարսկաստանը պատասխաններ տվել, որ մենք շատ լավ տեղյակ ենք, թե ով է օգտվում իսրայելական զենքերից։ Հայկական զինապահոցում իսրայելական զենք չկա, այնպես որ հանեք այս ռեպորտաժը ձեր հաղորդումից։ Հասկանում եք։ Ինքը հասկացել էր, չէ՞, որ Իրենց երկը չէր երկել, էլի։ Այո, հասկացել էր, որ Պարսկաստանը հասկացել էր, որ զենքը հայկական չի, այսինքն մենք այն զենապահոցից, որ մենք ենք օգտվում, այնտեղ իսրայելական զենք չկա, իսրայելական զենքից ով էր օգտվում։ Ադրբեջանը։ Ինչ էին անում, տեսարան էին սարքում, որպեսզի բարդեն մեզ վրա։ Մի խոսքով, ու սենց նման հազարավոր դեպքեր կարող եմ պատմել, չեմ պատմի, պետք չի, որովհետև մենք հազարամյակների բարեկամներ ենք, եւ այդ բարեկամությունը պիտի շարունակվի անպայման։ Եվ ես կուզենայի, քանի որ մեր զրույցի վերջն է, Այ, այդ մարդկանց, որ Պարսկաստանից մասին խոսում են, հիշացրեք անպայման, որ առաջին պատերազմում ուկրաինական սնայպերները մեր տղերքին խփում էին ու խաղաղ բնակիչներին էլ էին խփում, որ 44-օրյայի ժամանակ ֆոսֆոր են ծախել Ադրբեջանին, ուկրաինացիք, էդ էլ հիշացրեք, որովհետև այնքան սիրում եմ այդ խրոխտ մարդասիրական դեմքով, երբ որ պաշտպանում են Ուկրաինային, քարկոծելով Ռուսաստանը, որևէ պետություն քարկոծել պետք չի, դուք ձերի մասին մտածեք, այս խայտարակության մասին մտածեք։ հատկապես երբ որ տեսնում ենք ինչ իրավիճակում ենք եւ ով է աթոռին նստած եւ ով է մեզ ներկայացնում աշխարհում։ Եվ ոնց էր պատահում, երբ որ ձեր իշխանության ժամանակ ինչ արվում էր, եթե այս բաժակը վերցնում էի, դնում էի մի կողմ, տեսնում ենք, հա, Եվրոպան ինչպիսի արձագանք էր, հա, միանգամից։ Հիմա կարծես Եվրոպան Նիկոլի բոլոր արարքները, ինչ որ արվում է, օքեյ է տալիս, այդ իրենց ասած օքեյ է տալիս է։ Ոնց է պատահում։ Եվ հետո ասում ենք ինչի է այս մարդը, հա, բոլոր կարմիր գծերը հատել։ Որովհետև մեր ժամանակ, այսպես ասեմ, ամեն Արցախի ինչ որ մի քայլ առաջ տանելու համար տղերքը կռիվ էին տալիս այնտեղ։ Հիմա մամիջի ելույթներն եմ նայում, հաճույք եմ ստանում, Մամիջանյանի ելույթներն եմ նայում, հաճույք եմ ստանում, արժանապատիվ ելույթներ են։ Ուրիշ ելույթ կհիշես, հա, Լիլիթի ելույթներն են հրաշալի, Մամիջանյանի գժվելու ելույթներ են ու վсё, ուրիշ բան կհիշես, ես չեմ հիշում։ Գուցե թողներեն ինձ բոլոր են անդիմադիր падգամավորները, որոնք որ Եվրախորհրդում ելույթ են ունեցել, բայց չեմ հիշում։ Մամիջանյանին է հիշում եմ, Լիլիթին է հիշում եմ, որտեղ վերջերս տեսա։ Ու վերջ։ Այսինքն Իսկ այն ժամանակ բոլորն էին կռիվ տալիս, բոլորը, ընդ որում եւ ընդդիմությունը, եւ իշխող կուսակցությունը, իշխանական կուսակցությունը եւ միջանկյալ կուսակցությունները բոլորը երկրի համար կռիվ էին տալիս, աշխատանք էր տարվում։ Դու հիմա ինչի հետ ես համեմատում։ Արտասահմանյան ուղևորությունների գնացողների եւ падգամավորական աշխատանքի հետ։ Ես հիշում եմ, դուք մի պատմություն ունեք, ուզենայի հիշել, երբ որ այնտեղ դրսում, բայց չեմ հիշի, որ քաղաքում է եղել, երբ որ Արցախի մասին ինչ-որ բան են խոսել, թե դուք ինչպես եք ներկայացրել մշակույթը եւ զարմացել եմ, որ դուք դրա մասին գիտեք, նույնիսկ։ Դե այդպիսի Արցախյան թեմա ունեցել եմ Ուկրաինայում, մարդիկ կային լիքը, ընդդիմությունից ընդ որում, որ այսպես արմացած նայում էին, մեկն էլ մոտեցավ, չեմ ասի ով ինքը կհիշի, շատ լավ, ասեց ես չգիտեի, բա իմացեք, բա թերթե, դուք իմ հետ դահլիճում նստած իմ մասին թերթերից, այդ վարձու պատվերով գրված հոդվածներով եք իմ մասին կարծիք կազմում։ Եվ նույնիսկ ասում են Շուշան ինչ կռիվ էր տալիս։ Հա, եղել է այս դեպք, նաև եղել է Եվրախորհրդում, երբ որ չճանաչված պետությունների կանանց հետ թեմայով բաներ։ Այո, եղել է այս դեպք։ Այդ եղել է, արի հիմա կոմա մասին խոսենք, եղել է եւ այդպես պետք է լինի, երկրի համար պետք է կռիվ տաս, երկիրը պետք է սիրես։ Ոչ թե պետք է գնաս ու բամբասկոտ կնգա նման երկեղեցուցդ բամբասես, ընդդիմադիրներից բամբասես, բա տենց է երկիրը,
Նույնիսկ ասած ասեմ առանապատիվ երկրի տերը եթե խնդիր ունի, այդ խնդիրը ներսում է լուծում, ոչ թե կնգա նման, լուրջ եմ ասում, վատ կնգա։ Թող կանայք ինձ ներեն, ես կանանց շատ սիրում եմ։ Որևէ ֆեմինիստական շարժում չեմ սիրում, բայց կանանց շատ սիրում եմ։ Մենք նույն ցեղից ենք, բայց բազարչու նման լավ սենց ասեմ։ Քո երկրի առանապատվության հետ ես խաղում, արժե սրկում ես արժեքները, կայուն արժեքները, հայապահպան արժեքները, իդեմս հայ առաքելական եկեղեցու։ Բայց եկեղեցու թեման ասեք, որ գցեց ոտին։ Բանը touch the wood ասում են, բայց այդ խփի մի հատ, տենց բանը կայնց ասացված կգամ։ Իրեն շատ չկա։ Միշտ որ ասում եք, որ ասում են, ասենք լսում եմ տղերքին, այդ տեսակ սենց բան այցին, ասում են մի բարձրաձայն եք, սա այնքան անհավասարակշիռ ցինիկ է, որ մեկ էլ կարող է հոպ, էլի սկսի։ Ինչպես ասում են, սատանան երբեք չի քնում։ Աստված էլ է մշտարթում։ Արտյան Աստված մեզ հետ սենց ասեմ, համբերություն մեզ, ընդդիմությանը խելք, Աստված այդ աստիճան համբերություն ունի։ Ինչպես։ Աստված այդ աստիճան համբերություն ունի, որ մեզ կարողանում է այդ համբերատարությամբ տանել։ Դե անսահման է, իր սերն էլ անսահման, համբերությունն էլ։ Շնորհակալ եմ։ Ես էլ եմ շնորհակալ։ Աստված առաջ եւ հուսանք հունիսին միշտ հունիսը կձերբազատվենք չարիքից։ Այո, եւ ամեն տարի ասում եմ ինձ ծնունդը անելու ենք աննկարագրելի, որովհետեւ պիտի չլինի, բայց հուսանք որ 7-ին չի։ Ինչեւ որ դու ես հունիսին ծնվել, թե չէ հունիս ամսից կհրաժարվեի։ Հրաշալի օր է փչացրել մանկանց մանուկների օրը հունիսի 1-ին։ Միշտ ինձ այդ գալիս է, ասում եմ թեման փակեք, այսօր երեխեքի օրն է։ Թեման փակեք։ Եվ այդ երկորյակի թեման, երբ որ մի անգամ խոսում ենք իրար հետ, ասացիր երկորյակ, դե ինքն էլ է երկորյակ, ասացի ես էլ եմ, ախր երկորյակ, ասացիր երկորյակի վերջում ես դու։ Արդարանցում քոնը երրորդ դեկադան է։ Դա բավական հուսադրող է։ Շնորհակալ եմ։ Աստված առաջ։ Կհանդիպենք։ Յուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։